Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Սիմոնյան, նախ Իրանի հետ կապված ինչ են անում իշխանությունները, սրա հետ կապված ինչ մտահոգություններ ունեք, արդյոք Սյունիքը կարող է այս իրավիճակում տուժել։ Իրանի հետ կապված կարծում ՄԱԳՆ-ի հայտարարությունից զատ եւ իմ հայտարարությունից զատ որևիցե բան ավելացնելու չկա, ցավալի է, ուշով հետևում եմ, բայց այս պայծրությամբ տենց մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենա մեր հարևանի հետ հարաբերություններին, որովհետև նախ եւ առաջ դուք գիտեք, որ խոսակցությունը շարունակվում է եւ կան կոնկրետ գործընթացներ, որոնք որ հիմա ընթացքի մեջ են եւ նման բան այս պայծրությամբ մենք չենք տեսնում։ Բայց գնահատել եք ռիսկերը։ Հենց ամենահենց նույն րոպեին հանրությանը չի հայտնում վերջին օրերին միայն հատիկ առնատիկի մասին դրանում է։ ԱԳՆ-ի հայտարարությունը վարչապետը հանդիսանում է կառավարության ղեկավարը։ Ռիսկերի մասին է։ Դուք ասում եք գնահատել եք, այո, գնահատել ենք, քննարկել ենք, հենց գործողությունները սկսվելուն անմիջապես հետո շատ վաղ ժամի, կարելի ասել լույսը չբացված, այո, քննարկել ենք եւ ինչի հետ կապված պետք է մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ եւ այս պայծրությամբ որևիցե բան, որ ավելացնելու կա բացի ԱԳՆ-ի հայտարարությունից չկա։ Ռիսկերի գնահատում, այսինքն հենց այ առաջին րոպեներից ոչ միայն Ադրբեջանի սպասվող, այլ նաեւ հետագա հնարավոր զարգացումները հենց Իրանի ներսում մեր սահմանների վրա պետք է ասեմ, որ այս պայծրությամբ որևիցե հոսք ընդեղից չկա, մեր սահմանը որևիցե նման չի արձանագրել եւ մնացածը արդեն գիտեք, էլի Պարզմանյան, Ադրբեջանում նաեւ հայեր են մնացել, տեղեկությունները Ադրբեջանում հայեր են մնացել, Ադրբեջանում այո, ոտանավի հետ կապված, այո, տեղեկությունները ադրբեջանցիներ մնացել, չէ, այս բանը հա, մնացել են ու գնացել են, չէ, մնացել են, որ գնացել են, չէ, այս բանը որևիցե տեղեկություն չունեմ, ճշտեմ ասեմ, հիմա ինչ որ չգիտեմ, չեմ կարող խոսել։ Ռիսկերի գնահատման համար։ Թե թիվ 1 ռիսկը է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրների ներառվածությունը մեզ ստաբիլ հարևան է պետք եւ ինչ որ տեղի է ունենում մեր համար անընդունելի։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա որակումները, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են։ Տեսել եք նաեւ, որ Ադրբեջանից հնչում են արտահայտություններ, որոնք ասում են մենք օրինակ կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը միջանցքի վերածվեր եւ այլն եւ այլն։ Դրա համար դրա հետ կապված կարծում ամեն ինչ ասվել է, հիմա նորից նույն բանը կրկնել։ Մենք ստեղծված իրավիճակից կա երաշխիք, որ Ադրբեջանը չի ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի։ Այդ խոսակցությունը փակված է, եւ այդ խոսակցությունը վերադարձ ոչ այն ժամանակ ա եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի։ Դրա հետ կապված իրանք հայտարարություն են արել։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենք, իրանք զարմանքով են մոտեցել։ Ադրբեջանի նախագահը ասել է, ես զարմանում եմ ընդհանրապես, դուք ինչի եք դրանից այդպես վատ վերաբերում Ադրբեջանի պաշտոնյան, որը որ զբաղվում է իրենց արտաքին քաղաքականությամբ եւ հանդիսանում է իրենց նախագահի խորհրդականը, ասել է, որ ինչ են հայերը այդպես ցավակին տանում, մենք կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը լիներ միջանցք, իսկ հայկական կողմը ասում է, որ այո, Հայաստանի Հանրապետությունով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության ներքո եւ այդ դրա հետ կապված ներկայացվել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, այդ խաղաղության խաչմերուկ ծրագիրը քննարկվում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ Հայաստանի Հանրապետությունը այո պատրաստ է բոլոր երկրների հետ, ինչպես Իրանի հետ եւ Վրաստանի հետ ունենք բաց սահմաններ մեր իրավազորության եւ օրենքների հիման վրա դա անել։ Որևիցե նոր բան մի փնտրեք, չփնտրեք ու մի խոսեք։ Պարոն Սիմոնյան,
նիստի ժամանակ արդիական է խաղաղության խաչմերուկը այսպիսի պայմաններում, այս պայմաններում արդիական, որովհետև եւ տենց խոսք կա, չէ, ժողովրդական, որ մի դուր բացվում է, մի դուր փակվում է եւ հակառակը, որ մի դուր փակվում է, մի դուր բացվում է։ Հիմա եթե դուք օրինակ համացանցում կա, հա, տեսնում եք քարտեզը, որտեղով են ինքնաթիռներ թռնում եւ ակնհայտ է, որ Հայաստանի եւ մեր տարածաշրջանը այս պայդրությամբ հաստատի օդային միջանցքի է վերածվել քաղաքացիական ինքնաթիռների համար, այո, իհարկե արդիական է եւ ինքը նաև արդիական է այն առումով, որ դա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, դա նաև անվտանգային իմաստ ունի, որովհետև այդ կապը նաև իրանից տնտեսական շահեր է հետապնդում բոլոր երկրների համար։ Նորից եմ ասում, ժողովուրդ, նորից եմ ասում, պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաեւ օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը հաջես հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա